Վերջին տարիներին Հայաստանում ներդրվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը։ Այս թեման հատկապես արդիական է կորպորատիվ իրավունքի եւ բիզնես համայնքի համար, քանի որ ընկերությունների ղեկավարները եւ սեփականատերերը պետք է հստակ իմանան իրենց պատասխանատվության սահմանների մասին։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը համեմատաբար նոր ինստիտուտ է Հայաստանի քրեական իրավունքում, որը սահմանում է, թե ինչ պայմաններում եւ ինչ հիմքերով կարող են ընկերությունները, կազմակերպությունները քրեական պատասխանատվության ենթարկվել իրենց անունից կամ իրենց շահից ելնելով կատարված հանցագործությունների համար։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, այսպես ասած, համակարգը քրեական մեր օրենսգրքում ներդրվել է համեմատաբար նոր եւ բխում է ժամանակակից միջազգային բանջներից եւ այս պահին բավականին լայնորեն այսպես ասած կիրառվում է։ Հիմնական նպատակը նա է, որպեսզի իրավաբանական անձինք բացի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց որպես քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ նաեւ ենթարկել պատասխանատվության ընկերությանը, քանի որ հենց այդ կառավարման մարմիններում ընդգրկված անձանց որոշումների հետևանքով է, որ առաջանում են հենց ընկերությանը քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 122-ից 125-րդ հոդվածները կարգավորում են քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձանց շրջանակը, պատասխանատվության հիմքերը, իրավաբանական անձին ներկայացնող անձանց հասկացությունը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համադրյալ պատասխանատվությունը, ինչպես նաեւ պատասխանատվությունից ազատման հիմքերը։ Արդեն 3 տարի է այս կարգավորումները գործում են եւ սրա ներդրումը Հայաստանի դատաիրավական պրակտիկա պայմանավորված է նրանով, որ պետությունը ունի միջազգային մի շարք կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններ, որ պետք է նաև կանխի իրավաբանական անձանց կողմից հանցավոր մեխանիզմներում ներգրավելու կամ հանցանքներ կատարելու այս հնարավորությունը, ինչպես նաև այդ պարագայում համաչափ պատասխանատվության միջոցներ սահմանի։ Այսինքն առավելապես պայմանավորված է պետության միջազգային պարտավորություններով։ Պրակտիկայում փորձեր է կատարվում իրավաբանական անձանց պատասխանատվության հրավիրելու, այսպես ասած, հաջողված դեպք դեռևս չունենք, բայց այս միտումը շատ նկատելի է, որտեղ եթե նախկինում ուղղակի ֆիզիկական անձանց կազմակերպության ներկայացուցիչներն են ենթարկում պատասխանատվության, այս պարագայում արդեն հարց է առաջանում, թե որ կետում է իրավաբանական անձը պատասխանատվության ենթակա լինելու, ու այս քայլերը, միտումները, անգամ խափանման միջոցները, գույքային հարցերը, որ հանցագործության պատճառված վնասը պետք է փոխհատուցվեն, երբ որ դիտարկում ենք պրակտիկան ինչ ուղղությամբ է զարգանում, ըստ էության պետք է փաստենք, որ կայուն քայլեր են կատարվում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Հայաստանում, եթե հանցագործությունն ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանում ստեղծված իրավաբանական անձի շահերի դեմ։ Այդ գործողությունների հետևանքով, եթե ըստ էության վնաս է պատճառվում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ընկերություններին, ապա այդ դեպքում օրենսդիրը սահմանում է, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել հենց օտարերկրյա պետությունում ստեղծված այդ իրավաբանական անձինք, այդ կազմակերպությունները։ Այս ռիսկերը նվազեցնելու նպատակով, որպես այդպիսին անհրաժեշտ է, որպեսզի հենց այդ ընկերությունները ունենան սահմանված ընթացակարգեր, օրինակ հակակոռուպցիոն քաղաքականության հարցերում code of conduct, այսինքն վարքագծի կանոններն են, ինչպես նաև ներքին աուդիտի որպես համակարգ, որը ըստ էության ներքին որոշումների վերահսկման եւ որոշումների կայացման կամ դրանց կիրառման հետ կապված իրականացնում է ստուգում, աշխատակիցների վերապատրաստումներն են անհրաժեշտ այս դեպքում։ Օրենսգիրքը սահմանում է իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու 3 հիմք։ Հիմքերից մեկը, երբ իրավաբանական անձի կողմից չի ապահովվել օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը, ինչը հանգեցրել է հանցանքի կատարմանը։ Երկրորդ հիմքը, երբ հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից իրավաբանական անձի անունից հանդես գալով եւ իշահ իրավաբանական անձի գործելով։ Այս անձանց շրջանակը հստակ սահմանված է օրենքով։ Compliance ծրագրերը առհասարակ յուրաքանչյուր իրավաբանական անձի է անհրաժեշտ, սա հնարավորություն է տալիս ոչ միայն քրեական ռիսկից բիզնեսը հետ պահել, այլև կանոնակարգել իրավական process-ներում համապատասխանեցնել օրենսդրական պահանջներին։ Ըստ էության, այստեղ հարց է առաջանում, թե ինչ պահանջներ է առաջ քաշված, եթե քրեական օրենսգրքով այս հանգամանքը չի պարզաբանվում։ Իրավաբանական անձը ունի պարտականություններ պետության առջև, ունի պարտականություններ իր գործընկերների առջև, իր հաճախորդների եւ իր աշխատակիցների։ Այս 4 ուղղություններով իրավաբանական անձը պետք է այնպիսի համալիր ծրագրեր ու քաղաքականություններ մշակի, որ բոլոր ուղղություններով աշխատանքները համակարգելիս հնարավորինս զերծ պահի նախ իրավական ռիսկերից եւ առավել կարեւորը այս համատեքստում քրեաիրավական ռիսկերից։ Compliance ծրագրերի արկայությունը
երկու դրական ազդեցություն ունի։ Կամ իրավաբանական անձին ազատում է քրեական պատասխանատվությունից, որտեղ դա օրենսգրքի 124 հոդվածով բացառող հիմք է, կամ մյուս կողմից կարող է հաշվի առնվել ավելի մեղմ պատժատեսակ կամ պատժաչափ ընդունելու կիրառելու համար։ Հիմնադիր անձին օրինակ կազմակերպության գործունեության վրա ազդեցություն ունենալու լիազորություն ունեն։ Այդ հնարավորությունը ունեն կանոնադրությամբ։ Սակայն կան նաև պաշտոնատար անձինք, որոնք կազմակերպությունը ի պաշտոններ են ներկայացնում, օրինակ տնօրենը, կամ կարող է լիազորագրի հիման վրա իրավաբան ներկայացնել այդ կազմակերպությանը։ Բայց բացի դրանից նաև մեկ հիմք էլ կա քրեական պատասխանատվության կանչելու, եթե հանցագործությունը կատարվել է իրավաբանական անձի միջոցով։ Այս պարագայում իրավաբանական անձը վերածվում է հանցագործության կատարելու գործիքի կամ միջոցի։ Նախատեսվում է, որ եւ ֆիզիկական անձը եւ իրավաբանական անձը կարող են միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկվել նույն հանցագործության համար։ Ընկերությանը քրեական պատասխանատվության ենթարկելը չի ազատում կոնկրետ ընկերության ղեկավար անձանց, այսինքն տնօրենների խորհրդի կամ վերահսկող բաժնետիրոջ, այսպես ասած, մեծ փաթեթը ունեցող բաժնետիրոջ պատասխանատվությունը այդ ֆիզիկական անձանց պատասխանատվության մասին ենք խոսում, այստեղ մենք հասկանում ենք, որ կոնկրետ կենթարկվեն այն ֆիզիկական անձինք կամ այն ղեկավար անձինք, որոնք ըստ էության ազդեցություն են ունեցել նման որոշումների կայացմանը։ Մտահոգություններ կան, որ նման կարգավորումը բերում է կրկնակի պատասխանատվության բացառման սկզբունքի խախտման, սակայն մասնագետների պնդմամբ այստեղ երկակի պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող։ Նոր կարգավորումների համատեքստում իրավաբանական անձի ներկայացուցիչը կամ կոնկրետ աշխատողը առանձին պատասխանատվություն է կրում, իրավաբանական անձը որպես իրավահարաբերությունների առանձին սուբյեկտ առանձին պատասխանատվություն է կրում։ Ասեմ ավելին, երկրներ կան, որտեղ անկախ նրանից ֆիզիկական անձը հայտնի է թե ոչ, պատասխանատվության ենթարկվել է թե ոչ, ամեն պարագայում իրավաբանական անձը ենթակա է պատասխանատվության։ Հայաստանում մի քիչ կարգավորումների տարբերություն կա, քանի որ իրավաբանական անձին պատասխանատվության կանչում են բացառապես այն պարագայում, երբ որ ֆիզիկական անձի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով կամ մեղադրական եզրափակիչ դատական ակտ կա։ Այսինքն մեկը մյուսից որոշակի առումով կախվածության մեջ է դրված։ Բայց չեմ բացառում, որ այս կարգավորումը վերանայելու է օրենսդիրը, որպեսզի իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը ավելի լայն հնարավորություն ստանա եւ ոչ սա կրկնակի պատասխանատվության խնդիր չի առաջացնում։ Օրենսգիրքը սահմանում է, թե երբ է հանցանքը համարվում իշահ իրավաբանական անձի կատարված։ Սա ներառում է գույքային կամ ոչ գույքային օգուտներ ստանալը, եկամուտն ավելացնելը, ծախսերը նվազեցնելը, պատասխանատվությունից ազատվելը եւ այլն։ Արտասահմանյան փորձից կարող եմ բերել նման օրինակ, երբ որ կազմակերպության ներկայացուցիչները մեկ այլ պետությունում պաշտոնատար անձանց կաշառք էին տվել, որպեսզի պետական տենդերին մրցույթին մասնակցեր հենց իրենց իրավաբանական անձը եւ իրենց կազմակերպությունը հաղթեր, որի արդյունքում միլիարդավոր դոլարների պայմանագիր է կարողացել իրավաբանական անձը շահել ու մեծ ֆինանսական օգուտներ է ձեռք բերել։ Իրավաբանական անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները, հատուցել է վնասը եւ վերադարձրել է հանցանքի արդյունքում ձեռք բերված գույքը։ Քրեական պատասխանատվությունը ռիսկերը, այսինքն ընկերության համար ռիսկերը զսպելու կամ կանխելու նպատակով անհրաժեշտ է ներդնել այն հենց այդ compliance համակարգը, այսինքն ռիսկերի նվազեցման, դրանց կանխարգելման համակարգերը, կոդ վարքագծի կանոնները, ներքին աուդիտը, ինչպես նաև whistleblowing, այսինքն դա ժամանակին դրա վերաբերյալ հայտնելու համակարգը, այսինքն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև աշխատակիցների պարբերաբար ուսուցումը, վերապատրաստումները, հենց այս ամբողջ համակարգը, որպես այդպեսին կարող է զսպել կամ նվազեցնել քրեական պատասխանատվությունը։ Մենք որպես հաստատաբանական գրասենյակ, ստանձնելով նոր հաճախորդներ ընկերությունների տեսքով, որպես մեր վստահորդների միշտ առաջին քայլը լինում է հենց անցկացնելու այս իրավական կամ ֆինանսական due diligence-ը, որպեսզի հասկանանք, թե ընկերությունը արդյոք ունի հենց այս ներդրված համակարգը թե ոչ, եթե չի ունենում այս ներդրված համակարգը, մենք խորհուրդ ենք տալիս եւ մշակում ենք եւ ներկայացնում ենք, որպեսզի ընկերությունը ընդունի, ներդնի հենց այս ռիսկերի եւ ռիսկերի նվազեցման եւ առհասարակ դրանց կառավարման համակարգ։ Այսպիսով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրումը Հայաստանի քրեական իրավունքում կարևոր քայլ է ժամանակակից իրավական համակարգի զարգացման ճանապարհին։ Այն հնարավորություն է տալիս ապահովել պատասխանատվություն ոչ միայն առանձին ֆիզիկական անձանց, այլև կազմակերպությունների համար, երբ հանցագործությունները կատարվում են նրանց անունից կամ շահերից ելնելով։